Ժողովուրդը գրում է չնայած նրան, որ Փաշինյանը ամենօրյա ռեժիմով գրառումներ է անում կաթողիկոսի զավակ ունենալու մասին, բայց Գարեգին Բ-ն որոշել է տուրք չտալ հայտարարություններին։ Հոգևորականների շրջանում որոշել են այլևս չարձագանքել իշխանության վարկաբեկիչ հայտարարություններին, եկեղեցու սրբազանների աշխարհիկ կյանքի մասին արված գռեհիկ խոսքերին։ Բայց արի ուտես այս լռությունը չի հանգեցնելու նրան, որ իշխանությունը զուսպ լինի նահանջի ԿՊԱ աղբյուրի փոխանցմամբ Փաշինյանը վարչության վերջին նիստին նախօրեին ԿՊ նախաձեռնող խմբի հետ հանդիպմանը հստակ հայտարարել է, որ իրավապահները պետք է պարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներում, հոգևորականների կյանքում, թե կաթողիկոսի կուսակրոնության խախտումը ինչպես պետք է պատժվի։ Այսինքն նա հստակ նշել է, որ իր թիմը պետք է այս հարցում վճռական լինի, իսկ եկեղեցում վերջնականորեն համոզմունք ունեն, որ սատանայի հետ չպետք է վարվել որևէ կերպ, կլռեն։ Հրապարակը գրում է երեկ հանրապետական կուսակցությունը հայտարարեց, թե դիմելով ԱԺ ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող կառավարիչները ձախողել են չեն կատարել 21 թվականի ԱԺ-ի հաստատած գործունեության ծրագիրը, ինչպես նաև մինչև այժմ ընդդիմադիր падգամավորների կողմից, այդպես էլ վարչապետի թեկնածու չի առաջադրվել, ՀՀԿ-ն առաջարկում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավորներին ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնելու, այդ նպատակով առաջարկելով ՀՀԿ խորհրդի փորձառու բարձր որակավորում ունեցող անդամներից առաջադրել պահանջվող հատկանիշներով համապատասխան վարչապետի թեկնածու եւ ԱԺ-ի որոշման նախագիծ մշակել գործող վարչապետին անվստահություն հայտնելու համար։ Թերթը տեղեկացել է, որ առաջիկա օրերին ՀՀԿ-ն կներկայացնի վարչապետի իր թեկնածուի անունը, որը փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։ Թերթը նշում է, ավելի վաղ Վանեցյանի անունն էր շրջանառվում որպես ՀՀԿ վարչապետի թեկնածու, բայց այժմ ընտրությունը փոխվել է կանգ են առել Աշոտյանի թեկնածության վրա։ Փաստում կարդում ենք, Սրբազան պայքարի գրասենյակում առավել ակտիվ շարժ է նկատվում, ելումուտն անհամեմատ շատացել է, ասում են, Բագրատ arczepiskopos Գալստանյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ։ Սրբազանը նոր գործընթաց է նախապատրաստում, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, նույնիսկ ամենանեղ շրջանակում մանրամասներ չգիտեն, միայն գիտեն, որ լուրջ թափով քայլեր են սպասվում։ Թերթի զրուցակիցներից մեկը նշել է, չի բացառվում, որ արդեն աշնան սկզբին փողոցային պայքարի նոր ավելի հուժկ ու գործողություններ սկսվեն, բայց միայն դրանով շարժումը իր քայլերը չի սահմանափակելու։ Հրապարակը գրում է վերջին շրջանում ընդդիմության եկեղեցու լրագրողների առհասարակ իր քննադատների ցանկացած քայլ իշխանությունը որոշում է խեղդել օրորոցում։ Փաշինյանը հրահանգել է իրավական ձևակերպում տալ ու կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին օրերս արված մի հայտարարության համար։ Նա զլումներից մեկի հետ հարցազրույցում ասել էր, թե հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 9-ը պորտկում էին ու չի բացառել, թե դա կարող է կրկնվել։ Հնարավոր է Փաշինյանի գրպանային իրավապահները մեծ շուքով պետական ահաբեկչությունը կանխելու թատրոն բեմադրեն, ձերբակալեն դաշնակցական գործչին, եթե մի քանի անհասկանալի խոպանչիների ցուցմունքով պատերազմի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը Սերոբ Գասպարյանն արդեն գրեթե 1 տարի կալանավորված է, հորինված մեղադրանքով ոչինչ չի խանգարի, որ դաշնակցության ներկայացուցիչն էլ բանտ ուղարկվի, գրում է թերթը։